Լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանը ակամայից խոստովանեց գործող իշխանության հերթական ձախողումը։ Դե ֆակտո արտգործնախարարը հայտարարեց, որ Բաքուն շարունակում է առաջ տանել իր նախապայմանները, այդ թվում Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը, որը ներկայացվում է իբր խաղաղության պայմանագրի շրջանակում։ Միրզոյանի խոսքում ակնհայտ է իշխանության պատրաստակամությունը ընդունելու ցանկացած ձևակերպում, որը թելադրված է Ադրբեջանից։ Իրականում սա ոչ թե խաղաղության գործընթաց է, այլ հայկական կողմի պարտվողական կեցվածքի հերթական դրսևորումը։ Մինչ Երևանը փորձում է միջազգային հարթակներում համագործակցության մասին խոսել, Բաքուն բացահայտ սպառնում է նոր ագրեսիայով, եթե սահմանադրական փոփոխությունները չիրականացվեն։ Այսպիսով իշխանությունը ոչ միայն զիջում է Հայաստանի իրավական եւ քաղաքական ինքնիշխանությունը, այլ նաեւ լեգիտիմ հիմքեր է ստեղծում Ադրբեջանի հետագա գործողությունների համար։ Փաստացի խոստացված խաղաղության դարաշրջանը վերածվել է մի գործընթացի, որտեղ խաղաղություն չեն ստորագրում, այլ Հայաստանը հերթական անգամ զրկում են ինքնիշխանությունից։